Եվրոխորհրդարանը այսօր բանաձև ընդունեց Բաքվից պահանջելով անհապաղ ազատ արձակել հայ գերիներին։ Այն ընդունվել է 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայներով։ Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունը վերարտադրության բանաձևը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ պատանդների դեմ անմարդկային վերաբերմունքը և պահանջում նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակել։ Խորը մտահոգություն է հայտնում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ և կոչ է անում անկախ հետաքննություն անցկացնել այդ խախտումների վերաբերյալ։ Բանաձևը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում կատարել իրենց միջազգային պարտավորությունները, ներառյալ Ժնևի կոնվենցիան և Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան։ Բանաձևի ամբողջական բովանդակությունը հասանելի է առցանց։ Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը։ Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել։ Մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նախընտրել է հրապարակել կիրակի օրը։ Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Ռուբեն Վարդանյանի գրասենյակից։ Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր։ Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի՝ ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այնտեղ միայն ինձ չեն դատում, դատում էին բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ, նշել է Վարդանյանը։ Այսօր կառավարության նիստն էր և կառավարության այսօրվա նիստի ընթացքում որոշ հարցերի քննարկումներ անցել են բավականին լարված մթնոլորտում։ Վարչապետ Փաշինյանը տարակուսանք է հայտնել, թե ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունում մեր օրերում 100 դրամով հողատարածք վաճառվել։ Կադաստրային գների փոփոխությունների արդյունքում համայնքային հողերի գները էականորեն բարձրացել են, ինչը նշանակում է, որ նաև համայնքային եկամուտներն են բարձրացել, բայց վերջերս վարչապետը ահազանգ է ստացել, որ համայնքի աճուրդում 1 քառակուսի մետրը 100 դրամով է վաճառվում։ Ըստ վարչապետի խնդիրը այն է, որ միկրոռեգիոնալ փաստաթղթի ընդունման արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողերը դարձել են խառը կառուցապատման հողեր և բնականաբար վերջինիս գինը բարձրացել է։ Ասենք մենք պարզ չենք արտահայտվում, մեր քաղաքական ուղերձները հստակ չեն, թե մեր նպատակադրումը ինչ է։ Կամ կարող է այստեղ ուրիշ բան խոսում ենք, այս դռնից դուրս են գալիս, հետո ես այնտեղ մեգաֆոնը վերցնում եմ, ասում եմ ժողովուրդ, այն կառավարության նիստում որ ասցինք, դե այդ մոռացանք, ոնց պայմանավորվեցինք, տենց ենք անում։ Չի եղել, չէ՞, այսպիսի գոնե մի հատ դեպք 7 տարվա ընթացքում։ Բայց ո՞նց է տեղերում տենց բան տեղի ունենում։ Եվ ինչու եմ ես սրա մասին իմանում, որ ասենք մեկ էլ մի քաղաքացի որոշում է ինձ նամակ գրի, ես դրա մասին եմ իմանում։ Էլի ինստիտուցիոնալ պրոբլեմա, ինչի ինձ ոչ մի անգամ ես կներեք, իմ բանը չի հերիքում, ես չեմ կարող ամեն ինչի, կամ կարամ լավ չեմ աշխատում, որ ամեն ինչի մասին բացարձակապես տեղյակ լինեմ։ Բայց սա ինչ իրավիճակ է, ես չեմ հասկանում։ Դե չի բան անում, ձեր աչքը չի ծակում դա։ Որ ոնց կարա 100 դրամով հող վաճառվի։ Ոնց կարա Հայաստանի Հանրապետությունում 100 դրամով հող վաճառվի։ Եթե 100 դրամով հող է վաճառվում, փակեք այդ, արգելեք։ Համայնք ասում է եկամուտ եմ, իմ եկամուտն եք փակում, մենք կտանք այդ 100 դրամանոց հողի փողը, պետական բյուջեից կտանք, արգելեք, փակեք, ոչ մի հող 100 դրամով մի վաճառեք։ Այս պայծ որտեղ 100 դրամով հող վաճառում է, փակեք, եկեք այդ հողի գումարը մենք կտանք, հողն է կմնա համայնքի։ Պարզ եմ ասում, ուղղակի արգելեք։ Ինչ որ ձևերով արգելեք։ Վարչական, ոչ վարչական ձևերով ուղղակի արգելեք։ Ոստիկանությունն, ազգային անվտանգության ծառայությունն, պետական վերահսկողական ծառայությունն, չգիտեմ, մամուլով, սոցիալական ցանցերով, արգելեք, հաջորդ անգամ sense մի հատ ու պետք է մենք վերադառնանք, տեսնենք ինչ է տեղի ունեցել, չենք կարող ասենք, լավ, անցած տարի է եղել, խառն ենք եղել, դա հաշիվ չի։ Ոչ, ամեն ինչը հաշիվ է։ Կա ձևական աճուրդը ինքը հիմք է վերանայման, ուրեմն պետք է գնանք, պետք է էլի ժամանակ էներգիա ծախսենք, գնանք ձևական աճուրդները գտնենք բոլորը։ Ես թեմաներ կա, ես էլի եմ ասում, սա շատ վատ ազդակ է, որտեվ այդ նշանակում է, որ քաղաքական ուղերձները
մենակ հանձնարարությունով չի, հələ հանձնարարությունների կատարման որակը դնում են մի կողմ։ Մենակ հանձնարարությունով չի, բայց եթե հնչում է քաղաքական հայտարարություն, պետք է գործողությունները կառավարման համակարգի համադրվեն այդ քաղաքական հայտարարության հետ։ Եթե չի համապատասխանում, ուրեմն եթե ոչ այսօր վաղը մյուս օրը մի հատ խնդրեմ է առաջանալու։ Եվ այդ խնդրեմը ամենասուր ձևով դնելու եմ հարգելի գործընկերներ, ուզում եմ որ մենք սա հաշվի առնենք, որովհետև սա աներևակայելի բան է։ Եվ շատ արագ լուծում, եւ հիմա ասում եմ, որտեղ այդ կատեգորիայի, որ ծիծաղելի գներով հողեր են դրված վաճառքի, ուղղակի կանգնեցրեք։ Հիմա հրապարակային ասում եմ։ Եթե չկանգնացնեին համայնքները, կներեք այդ ուրիշ կատեգորիայի, մենք կոնկրետ, չգիտեմ ոնց կհնչի, այդ համայնքների հետևից ենք ընկնելու, գնալու ենք, տենանք այդ ինչ է կատարվում այդտեղ։ Եվ այս հարցը շատ հրատապ է։ Տկեն նախարարի գլխավորությամբ աշխատանքային խումբ ստեղծեք, թող մաքսիմում մի ամսվա ընթացքում տան բան։ Առաջարկ այդ ծախսն էլ որ պետք է անենք այդ ծախսը, այդ կատեգորիաները փոխենք։ Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում կարևորեց հանձնարարականների ճշգրիտ կատարումն ու մոտեցումը, վարչապետին չգոհացրեցին որոշ պատասխաններ այն խնդիրների շուրջ, որոնց լուծման համար վարչապետը հստակ հանձնարարականներ էր տվել։ Բայց հիմա այստեղ համակարգային խնդիր եմ տեսնում, որովհետև հիմա թեմաներ կան, որ ես հասկանում եմ, որ մենք կառավարության նիստում կամ առաջին անգամ ենք անդրադառնում նրան կամ բավարար խորությամբ չենք անդրադարձել։ Այս հարցերը տեսեք, երբ որ մենք մեր քաղաքականությունները սինխրոնացնելու եւ ռազմավարական կառավարման մասին ենք խոսում, սրա մասին է խոսքը։ Որովհետև հիմա այս հարցերի պատասխանները պետք է լինեին։ Հիմա շրջակա միջավայրի նախարարի պատասխաններն ինձ դուր չեկա, որ ոնց որ հնարավորություն կա ֆինանսավորման եւ այլն եւ այլն։ Հիմա որ գնանք կպարզի որ կա, բայց այդքան էլ լավ չի, այդքան էլ ամբողջական չի, չնայած հանրային ներդրումների կոմիտեում քննարկել ենք, չնայած կադաստրի կոմիտեի անցած տարվա տարեկան հաշվետվության ժամանակ հստակ հանձնարարական տրվել է, որ ամեն նախարարություն իր հետ կապված բանի այդ շերտերի հնարավորությունները ուսումնասիրի, այդ շերտերը գույքագրի, այդ շերտերը լրացնելու բանանի որոշումներ կայացնի։ Հիմա եկել ենք, ես պատահական անդրադառնում ենք, դե ասում ենք, հա երևի, դե կարող, հա դե երևի ճիշտ է սենց անել, դե երևի դե Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը ասված հանձնարարված է։ Ես հստակ պատասխաններ եմ ակնկալում, սենց դե երևի, դե հնարավոր է, ինչքան հիշում եմ, ինչքան գիտեմ, ինչքան կարող, տենց ոնց կլինի։ Հիմա այս բոլոր հարցերին հստակ բոլորից կադաստրի կոմիտե, շրջակա միջավայրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարություն, ֆինանսների նախարարություն, փոխվարչապետ թվայնացման շատ կոնկրետ պատասխան եմ սպասում։ Ես կոնկրետ ժամկետներով։ Ինձ ասեք երբ է, ինչա, ոնց է։ Որովհետև էլի եմ ասում, մենք բան ամենատարբեր ֆորմատներով հարցը քննարկում ենք։ Ես չեմ կարող ամեն օր զանգեմ, ասեմ, այն երեք որ հանձնարարեցի, այդ արվում է, թե չի արվում։ Հետո մի հատ է հաջորդ օրը, հետո մի հատ է հաջորդ շաբաթ, հետո մի հատ է հաջորդ ամիս, հետո մի հատ ամառը, մի հատ ձմեռը, մի հատ գարունը, մի հատ աշունը։ Այս ռեժիմով չի լինի աշխատել։ Հետո ես գնամ ուրիշ տեղ են տրամաբանության, որտեղ պետք է այդ բանը լինի, տենամ այդտեղ մի հատ փոս է։ Ունդեղից վերադառնամ կամ ասեմ, բախիա փոս ու բացատրություններ։ Կառավարության նիստին խոսվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուտների ուժեղացման մասին։ Միջավայրային բարեկեցության ընկալումը ըստ վարչապետի հաջորդ ֆունդամենտալ պրոբլեմն է, որ մեր երկրում առկա է։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, ընդդիմադիրներին պետք է, որ մարդիկ շարունակեն մնալ ցեխի մեջ։ 30 տարի է մենք խոսում ենք տեղական ինքնակառավարման մարմին ինստիտուտը պետք է ուժեղացնել։ Ոնց են ուժեղացնում։ Կենացով սենց են ուժեղացնում։ Սենց են ուժեղացնում եւ համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու։ Քաղաքացիները իրանք ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու, որովհետեւ նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջպերով մարդիկ գան, ասեն, հա ինչա պետք ստեղ, բան, հա մի հատ էլ բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն, վայ, սա հրաշք է։ Երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ բան, մի քանի բան, քերած ասֆալտ եկավ, պետքա բան անել, երկրպագել, այդ հաստ վզերով եւ մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից բանի
Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել եւ մեր փոսերը լցնել, որի գոյությունը միջև հաջորդ անձրևն է։ Եվ սա այո քաղաքական ընտրության հարց է, որովհետեւ մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու եւ շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներն պետք է որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը անընդհատ երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային սալյարկան, անվորակ տենց անընդհատ երկնքից թափվի։ Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական եւ տեղական բյուջեներից։ Ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի եւ քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար։ Չի լինելու ոչ մի կոմպրոմիս, Փաշինյանը հարկման բեռի որոշումը կասեցնելու ընդդիմության առաջարկի մասին է խոսել։ Այսպիսով ազգային ժողովի Հայաստան խմբակցությունը առաջարկությունների մասին որոշում է ներկայացրել կառավարություն, համաձայն որի ըստ Հայաստանի ֆինանսների նախարարի ակնկալվում է կասեցնել հարկման բեռի աճը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կասեցնել 2021 թվականից տարեցտարի զգալի չափով ավելացող հարկային բեռի աճը, որը ունի հակասոցիալական եւ անարդար բնույթ։ Այսինքն նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել 2026 թվականի հունվարի 1-ից հերթական շուրջ 30%-ի չափով գույքահարկի բեռի ավելացում նախատեսող օրենսդրական դրույթը։ Շատ կարևոր է արձանագրել, որ այս հարկային փոփոխությամբ պետական բյուջեի եկամուտները լրացուցիչ 0 են։ Պետական բյուջեն Հայաստանի Հանրապետության այս գումարից 0 եկամուտ է ստանում, անշարժ գույքի հարկի։ Բավա ստանում այդ եկամուտը։ Այդ եկամուտը ստանում են համայնքները։ Համայնքները եւ ես ուզում եմ նաեւ ընդգծել, որ այդ թվում անշարժ գույքի հարկերի հավաքման արդյունքում մեր համայնքների համախառն եկամուտները, սեփական եկամուտները 2019 թվականից այս կողմ կրկնապատկվել են։ Եվ այդ թվում այդ կրկնապատկման շնորհիվ է, որ համայնքները ճիշտ է, կառավարությունը սուբվենցիաներով ֆինանսավորում է ապահովում որոշ դեպքերում 70 եւ ավելի տոկոս, բայց միևնույնն է համայնքները սրա արդյունքում են, որ իրենց բյուջեները ավելացել են։ Եվ այս գույքային հարկերի հետ կապված այս ըմբռնումն էլ շատ էական նյուանս է պարունակում իր մեջ, որովհետև սա այն դեպքն է, երբ որ բառից բուն իմաստով մենք մարդկանց ասում ենք, որ հարկային քաղաքականությունը գումարը աճ գրպանից հանել, ձախ գրպանում դնելն է եւ հակառակը։ Որովհետև մեր սիրելի քաղաքացիները, երբ որ նամակներ են գրում, ասում են, որ մեր շենքի տանիքը կաթում է, մեր բակում էս չկա, մեր բակում այն չկա, կներեք կառավարության գործը չի ընդհանրապես այդ շենքի տանիքներով զբաղվել, չնայած մենք ստիպված ենք զբաղվել։ Դա մաքուր տեղական ինքնակառավարման մարմինների ֆունկցիա է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինը դրանով կարող է զբաղվել, եթե ունենա բյուջե։ Սրա մասին է խոսքը։ Եվրոդիտորդների ներդրումը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է։ Ուրախ է ականատես լինել Հայաստանում Եվրոմիության դիտորդական առաքելության կարևոր աշխատանքին եւ հանդիպել այդ առաքելության հոլանդացի գործընկերների հետ։ Այս մասին X-ի միկրոբլոգում գրել է Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելտկամպը։ Նրանց ներդրումը տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդման գործում անգնահատելի է։ Նրանք վստահություն են ստեղծում տեղական համայնքների միջև։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին եւ նրա թիմին այս առաքելության ստեղծման գործում իրենց նորարարական աշխատանքի համար, նշել է պաշտոնյան։ Իսկ հա Ադրբեջանի նախագահի օգնական Հեքմեթ Հաջիևը անդրադարձել է Բաքվում պահվող Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության եւ մյուս հայերի դատավարությանը։ Վերջինս հայտարարել է, որ թե Հայաստանը եթե խաղաղություն է ցանկանում, իբր պետք է սերտորեն համագործակցի Բաքվի դատական գործընթացի հետ։ Հայաստանի տարածքում կան մարդիկ, որոնք ռազմական հանցագործություններ են կատարել Ադրբեջանի դեմ, նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, ասել է Հաջիևը, պնդելով, որ Բաքվում պահվող հայերին գերի ու պատանդ անվանելը իրենց համար անընդունելի է։ Հաջիևը հավատարիմ իրականությունը հերքելու ադրբեջանական վաղեմի սովորությանը հավելել է, որ դատավարության դեմ Հայաստանի արշավը անհիմն է։
Հիշեցնենք, Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների եւ քաղաքական անձանց Բաքվի դատարանը մեղադրում է ահաբեկչության, ռազմական հանցագործությունների, ցեղասպանության եւ այլ հնարածին հանցանքների մեջ։ Այս ամենի ֆոնին խոսել է նաև Ալիևը, հայտարարելով, որ իրենք պատրաստ են խաղաղության Հարավային Կովկասում։ Այս մասին Բաքվի 12-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ իր խոսքում հայտնել է Ադրբեջանի նախագահը։ Վերջինս հայտարարել է, որ Ադրբեջանը հավատարիմ է խաղաղության գործընթացին եւ խաղաղության համաձայնագրի հեղինակն է։ Ադրբեջանի նախագահը նաև նշել է, որ ներկայումս ընթանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քննարկումները, որի կետերի մեծ մասը արդեն համաձայնեցված է։ Կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Մեդիատուրի ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ ու քննարկումներ են ունեցել վարչապետի, մի շարք պաշտոնյաների, ինչպես նաև Հայաստանի փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոնի նախաձեռնությամբ, Օրբելի վերլուծական կենտրոնի համագործակցությամբ մարտի 10-ից 12-ը կայացավ թուրքական 10 լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ մեդիատուրը։ Միջոցառման նպատակն էր Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ եւ հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորոշումները, ինչպես նաև ստեղծել գործընկերային կապեր թուրքական առաջատար լրատվամիջոցների հետ։ Մեդիատուրի մասնակիցները այցելել են Հայաստան-Թուրքիա պետական սահմանի Մարգարա անցակետ, որտեղ ծանոթացել են գործարկման ենթակա անցակետի հնարավորություններին։ Ոստիկանները վնասազերծել են նռնակներով սպառնացող երիտասարդին։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 13-ի լուսադեմին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին խնդրել է, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։ Անմիջապես նշված հասցե է մեկնել համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել եւ պայթեցնել տունը։ Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել իր նռնակները։ Նա ձերբակալվել եւ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին, այլ բաներ չեն հաղորդվում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Նրա ինքնաթիռը վայրեջք է կատարել Վնուկովո օդանավակայանում։ Նախորդին հաղորդվել էր, որ Լուկաշենկոն պաշտոնում վերընտրվելուց հետո առաջին արտասահմանյան այցը կկատարի Ռուսաստանի Դաշնություն։ Նա բանակցություններ կվարի Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Երկու երկրների ղեկավարները կքննարկեն ինտեգրման հեռանկարները եւ արդի միջազգային խնդիրները, միութենական պետության ներսում ինտեգրացիոն փոխգործակցության հեռանկարները, ինչպես նաեւ միջազգային օրակարգի արդի թեմաներ։ Իռլանդիայի վարչապետ Միշել Մարտինը Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ կարևորել է վերջինիս նախաձեռնությունները խաղաղության գործընթացում։ Իր ելույթում Մարտինն ընդգծել է, որ պատերազմները կործանարար են եւ բազմաթիվ երիտասարդների կյանք են խլում։ Ուկրաինայում ընթացող պատերազմը կործանարար է եղել երիտասարդների համար եւ մենք պետք է հասկանանք, որ սա պարզ, բայց կարևոր ուղերձ է։ Մենք բոլորս էլ երեխաներ ունենք եւ այդքան երիտասարդների կյանքը կորցնելու հեռանկարը սարսափելի է։ Լինեն նրանք ուկրաինացի, ռուս թե որևէ այլ մեկը։ Այն ամենը, ինչ մենք կարող ենք անել բռնությունը դադարեցնելու համար, չափազանց դրական քայլ է։ Իհարկե կլինեն նրանք, ովքեր կասկածներ կհայտնեն եւ կդիմադրեն, բայց մեր խնդիրն է աշխատել սրա վրա եւ կառուցել խաղաղություն, ասել է Իռլանդիայի վարչապետը։ Միշել Մարտինը Դոնալդ Թրամփի հետ հանդիպում է ունեցել մարտի 12-ին։ Բացի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումից, կողմերը նաեւ քննարկել են ԱՄՆ-ի կողմից Եվրամիության նկատմամբ սահմանած մաքսատուրքերը։ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի դիվանագիտական խորհրդական Անուար Գարգաշը եւ նրան ուղեկցող էմիրության պատվիրակությունը ժամանել են Իրան եւ հանդիպել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպման ժամանակ Անուար Գարգաշը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը փոխանցել է Իրանի արտաքին գործերի նախարարին։ ԱՄՆ նախագահի նամակն ուղղված էր Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիին։ Թեհրանում կայացած հանդիպման ընթացքում կողմերը նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային միջազգային բնույթի հարցերի շուրջ։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է անում միջուկային զենք տեղակայել Լեհաստանում։ Նա այդ հարցը քննարկել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Քիթ Քելոգի հետ։ Դուդան հայտարարել է, որ ակնհայտ է համարում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է միջուկային զենք տեղափոխել Լեհաստան Արևմտյան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։ ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են արևելք 1999 թվականին, այնպես որ 26 տարի անց պետք է տեղի ունենա նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքի տեղափոխում դեպի արևելք։ Կարծում եմ, որ ոչ միայն եկել է ժամանակը, այլև ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերը արդեն այստեղ լինեին, հայտարարել է Լեհաստանի նախագահը։ Ֆրանսիայի ազգային ժողովը մարտի 12-ի երեկոյան հավանություն է տվել Ուկրաինային օգնությունն ավելացնելու շուրջ բանաձևին, որն ի թիվս այլ բաների կոչ է անում բռնագրավել ռուսական սառեցված ակտիվները։ Փաստաթղթին կողմ է քվեարկել 288 պատգամավոր դեմ 54, հայտնել է ազգային ժողովի նախագահը։ Ընդ որում փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ ռուսական ակտիվները հնարավոր չէ բռնագրավել, քանի որ դա կհակասի միջազգային իրավունքին։ Այնուհետև նա հանձնարարել էր ֆինանսների նախարարությանը ուսումնասիրել նման որոշման հնարավոր հետևանքները։ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ծավալած ռազմական գործողություններից հետո Եվրամիությունը եւ G7 երկրները սառեցրել են Ռուսաստանի արժութային պահուստների գրեթե կեսը, մոտավորապես 300 միլիարդ եվրո։ Դրանցից ավելի քան 200 միլիարդը գտնվում է Եվրամիությունում։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունում Եվրոպայի ռուսական ակտիվների սառեցումը որակել են որպես գողություն, նշելով, որ Եվրամիությունը թիրախավորում է ոչ միայն մասնավոր անձանց միջոցները, այլև պետական ակտիվները։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ Մոսկվան կպատասխանի ակտիվների բռնագրավմանը։ Ղրղստանը եւ Տաջիկստանը համաձայնության են եկել վերսկսել օդային հաղորդակցությունը երկու երկրների միջև, որն ընդհատվել էր 2021 թվականին։ Այդ մասին Բիշքեքում հայտարարել է Ղրղստանի նախագահը Տաջիկստանի ղեկավարի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով մոտ ժամանակներս կողմերի միջև կվերականգնվի նաեւ ավտոբուսային հաղորդակցությունը։ Դուշանբեի եւ Բիշկեքի միջև առաջին չվերթը ավիահաղորդակցության վերականգնումից հետո տեղի կունենա մարտի 14-ին։ Բիշկեքի եւ Դուշանբեի միջև օդային հաղորդակցությունն ընդհատվել էր 2021 թվականի մայիսին, սահմանին տեղի ունեցած զինված բախումից հետո։ Երկու նախագահները Ղրղստանում հանդիպման ժամանակ տեսակապի միջոցով բացել են ընդհանուր պետական սահմանի հսկիչ անցակետը, ստորագրել են երկու երկրների միջև պետական սահմանի մասին համաձայնագիր եւ երկկողմ այլ փաստաթղթեր։ Իտալիայի Նեապոլ քաղաքի եւ դրա մերձակայքի բնակիչները գիշերն անցկացրել են փողոցում եւ իրենց մեքենաներում այն բանից հետո, երբ երկրաշարժը ցնցել է շենքերը։ Իտալիայի սեյսմոլոգների գնահատմամբ մարտի 13-ին գրանցված երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4.4։ Նեապոլի մի մասում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել։ Մարդիկ դուրս են եկել տներից եւ հավաքվել Նեապոլի փողոցներում վախենալով հետցնցումներից։ Քաղաքում երկրաշարժի հետևանքով վնասվել են եկեղեցու զանգակատունը եւ մի քանի մեքենա։ Մարտի 13-ին դպրոցները փակ են, քանի որ մասնագետները պետք է ստուգեն շենքերի ամրությունը։ Ավելի քան 400 մարդ, որոնք փրկվել էին Պակիստանի հարավ-արևմուտքում Բելուջիստանի ազատագրման բանակ խմբավորման կողմից զավթված գնացքից, ժամանել են Քվետա քաղաք։ Անվտանգության ուժերի աշխատակիցները վնասազերծել են բոլոր 33 գրոհայիններին։ Փրկարարական գործողության ժամանակ զոհվել է 21 պատանդ եւ հատուկ ծառայությունների 4 աշխատակից։ Սինված խմբավորումը գնացքի վրա էր հարձակվել մարտի 11-ին Բելուջիստանի նահանգի հեռավոր շրջանում, լեռներով շրջապատված թունելի մերձակայքում։ Խմբավորման մարտիկները պայթեցրել էին երկաթգիծը եւ կրակ բացել գնացքի վրա։ Բացի այդ, նրանք սպանել էին 6 պակիստանցի զինվորականի եւ խոստացել սպանել պատանդներին, եթե 48 ժամվա ընթացքում ազատ չարձակվեն Բելուջ քաղբանտարկյալները, ակտիվիստները եւ անհետ կորածները, որոնք զինյալների պնդմամբ առևանգվել են Պակիստանի զինվորականների կողմից։ Միացյալ Նահանգների ֆոնդային շուկան հերթական անկումն է գրանցել։ Նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է կրկնապատկել Կանադայից ներմուծվող մետաղների մաքսատուրքերը ի պատասխան Կանադայի ծրագրերի բարձրացնելու ԱՄՆ արտահանվող էլեկտրաէներգիայի գինը։ Երկօրյա անկման ավարտին երկու կողմերն էլ որոշակի զիջումների են գնացել, շուկան թողնելով որոշակի անորոշության մեջ։ ԱՄՆ նախագահը դեռ նախատեսում է 25% նախնական մաքսատուրքերի կիրառումը Կանադայի դեմ տեղական արտադրանքի խթանման նպատակով։ Թրամփն ասել է, որ իրենք ճիշտ են վարվում եւ կվերադարձնեն իրենց աշխատատեղերը։
Ռամոն Պրեյրասը վերջին 36 տարիներին ղեկավարել է իր Taberna del Arabardello բիզնեսը, որը դիմակայել է COVID-ի հետևանքներին եւ նախագահ Թրամփի առաջին ժամկետի մաքսատուրքերին։ Նա հիշեցնում է 2018 եւ 20 թվականները, երբ ասում էին, որ ամեն ինչ կարգավորվելու է, դրանք համարելով քաղաքական խաղեր։ Dow Jones-ի արդյունաբերական ինդեքսը երկուշաբթի ընկել է մոտ 900 կետով, իսկ երեքշաբթի մոտ 500 կետով, ինչը բացասաբար է անդրադարձել ամերիկացի Ռոջեր Ֆրեչետի կենսաթոշակային հաշվի վրա։ Շատ դժվար է տեսնել, թե ինչպես է այդքան մեծ գումարը արագորեն անհետանում։ Կարծում եմ, որ ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերված շահույթների մեծ մասը արդեն կորել է։ Ֆինանսական վերլուծաբաններն ասում են, որ տնտեսության վրա բացասական ազդեցություն ունի անորոշությունը։ Ներդրողների, բիզնեսների եւ ամերիկացի սպառողների համար դժվար է կանխատեսել ապագա տնտեսական քաղաքականությունը։ Կարծում եմ, վստահության վերականգնումն այս հարցում շատ կարեւոր է։ Հարցին, թե արդյոք նա կանխատեսում է հնարավոր տնտեսական անկում, նախագահ Թրամփը պատասխանել է. ինքը նման բան ընդհանրապես չի տեսնում։ Եվ վերջում եղանակի մասին հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ հանրապետության ողջ տարածքում մարտի 14-ից 18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 14-ից 18-ը աստիճանաբար բարձրանալու է եւս 3-ից 5 աստիճանով։